ինտերնետում որտեղ որ նայես հայերի պոստերն է Թիֆլիսի ու Վրաստանի մասին։ Ամեն տեղ հենց հայերն են պոստանում, ինչ գեղեցիկ է Վրաստանը, ու բոլոր կոմենտները հայերից են, վասնավնո։ Ոնց ենք մենք սիրում Վրաստանը, ու շկս գնում է Թիֆլիսի համար, ֆլան ֆստան, ժողովուրդ, այդքան էներգիա, որ դուք դնեիք, գրեիք Արցախի մասին այսքան տարի, եթե դուք գնայիք Արցախ, ինչքան գնում եք դուք Վրաստան, ու այդքան ռեկլամեիք Արցախը, մենք երբեք չենք կորցնի Արցախը։ Աշխարհը կիմանար Արցախը, ինչ է, ով է ապրում, ով է այնտեղ բնիկ։ Դուք այդքան էներգիա, այդքան ժամանակ դնում եք Վրաստանը գովելու համար, մի հատ ձեր էջերը որ նայում ես, Արցախի մասին բան չկա։ Այդքան ժամանակ ունեք, այդքան փող ունեք, այդքան էներգիա ունեք, Արցախը գովեք։ Հերիք չի դուք այդ թշնամի ազգը գովեք, որ ամեն տեղ հայերին փնովում է։ Վրացի չկա, որ վատ բան չգրի հայերի մասին։ Իսկ դուք ամբողջ օրը դրել եք ու գովում եք ու գովում եք ու գովում եք։ Լսեք, մի քիչ թասիբ ունեցեք, մի քիչ ձեզ հարգեք։ Տեսնում եք իրանք ձեզ փնովում են, դուք ուր եք օր ու գիշեր իրանց գովում։ Ինչքան կարելի է օտար երկիրը այդքան գովել, բայց Արցախը չգովել։ Արցախի մասին խոսեք, Արցախի նկարները դրեք, Արցախը գովեք։ Ինչքան կարելի է անթասիբ լինել ու կապ չունի դուք որտեղ եք ապրում։ Հայաստանն է մեր հայրենիքը, որտեղ էլ որ ծնված լինեք, որտեղ էլ որ մեծացած լինեք, Հայաստանը ու Արցախը պետք է գովեք, վրացիները Վրաստանն են գովում։ Դուք էլ եք Վրաստանը գովում, բալավ Հայաստանը ով գովի, մի երկու հոգի մեզանից։ Արցախը ով գովի, Արցախի մասին ով խոսա, մի երկու հոգի մեզանից, իսկ դուք բոլորդ միասին Վրաստանը, վրացիների հետ միասին միացել եք ու Վրաստանն եք գովում, բա մեր երկիրը, մեր պրոբլեմները, ժողովուրդ մի քիչ խելք հավաքեք, այդքան անթասիբ չի կարելի լինել, հերիքա գնաք իրանց հոլովակներում ու գրեք, թե ինչքան եք սիրում Վրաստանը։ Վրացիները պատերազմի ժամանակ բոլոր 44 օրը բոլոր հարթակներում պաշտպանում էին ադրբեջանցիներին ու ասում էին, որ ճիշտ է անում, իր հողերը վերադարձնում է։ Դուք հեչ նեղանալու հատկություն չունեք։ Վրաստանը օֆիցիալ մեր 3 սկորի պոմեշի մեքենաները թույլ չտվեց, որ դիասպորայից ուղարկել էին հումանիտար օգնությամբ, որ մտներ Արցախ, բայց օդը բացեց 44 օր Ադրբեջանի համար ու նրանք բերեցին ջիհադիստներ Սիրիայից ու զենք Իսրայելից։ Չնայած ասում էր մենք նեյտրալ ենք, բայց մեր համար փակեցին հումանիտար օգնությունը, իսկ Թուրքի համար բացեցին։ Այդ օդով, Վրաստանի օդով եկան այդ ջիհադիստները, որ մեր երեխեքի գլուխները կտրեցին, մեր պապիկների գլուխները կտրեցին, ու ես հենց այնպես չեմ ասում, 8 ու 10 տարեկան երեխեքի գլուխները կտրել են, չէ՞։ Այդ լավ գիտեք։ Ու դա հենց այնպես չի եկել, դա եկել է Վրաստանի օդից, ու վրացիները պաշտպանում են, մի ասեք, որ պետությունը ուրիշ է, ժողովուրդը ուրիշ է, այդ 44 օրը այդ նույն վրացիները բոլոր հարթակներում, Facebook-ի բոլոր խմբերում, մանավանդ կովկասյան խմբերում արդարացնում են ու պաշտպանում են ու մեզ ձեռ են առնում։ Երբ որ մենք գրում ենք ինչ է կատարվում, մեր բոլոր կոմենտների վրա ծիծաղի նշան էին դնում ու ասում են հերիքա սուտ խոսակ, դուք ուրիշի հողերում եք, թողեք գնացեք։ Ու հիմա դուք իրանց երկիրը ամենտեղ գովում եք։ Հետո էլ դավաճան եք ման գալի։ Քոչարանն էր դավաճան, չէ, Սերժն էր դավաճան, չէ, Նիկոլն էր դավաճան, իսկ դուք որ գնում եք Վրաստան, ով է դավաճան։
մի քիչ մտածեք ժողովուրդ, մի քիչ ձեր շահերից մտածեք։ Ձեր երեխեքն են վաղը կանգնելու սահմանին ու էլի նույն բանն են անելու վրացիները։ Ինչ եք դուք փոխել ձեր վերաբերմունքի մեջ, որ վրացին փոխի իր վերաբերմունքը, ոչ մի բան, վաղը որ կռիվ լինի, նույն ձևը անելու, որտեղ դուք թույլ եք տալիս ձեր աբյուզերի հետ նույն ձև եք վարվում։ Թույլ եք տալիս։